Սև թե դեղին սալոր, շատերը դրանք ընտրում են միայն ըստ համի կամ արտաքին տեսքի, նույնիսկ չկասկածելով, որ դրանց մեջ կան կարևոր տարբերություններ։ Բայց արդյոք սև սալորը իսկապես ավելի օգտակար է, թե դա պարզապես տարածված կարծիք է։ Այս տեսանյութում կհամեմատենք այս երկու տեսակները, կիմանանք, թե որն է ավելի հարուստ օգտակար նյութերով, որն է ավելի լավ սրտի, մարսողական համակարգի եւ ընդհանուր առողջության համար, ովքեր պետք է սահմանափակեն սալորի օգտագործումը եւ վերջում հստակ կպատասխանենք ամենակարևոր հարցին. եթե պետք է ընտրել միայն մեկը, որ սալորն է ավելի օգտակար։ Եկեք անմիջապես սկսենք։ Մինչ սկսելը, եթե սիրում եք իմանալ, թե սովորական մթերքները ինչ ազդեցություն են ունենում ձեր օրգանիզմի վրա, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ միացրեք զանգակի նշանը։ Այստեղ մենք ամեն շաբաթ խոսում ենք առողջության, ճիշտ սնվելու եւ օրգանիզմի կարևոր ազդանշանների մասին։ Իսկ եթե այս թեման ձեզ հետաքրքիր է, լայքեք տեսանյութը։ Դա մեզ օգնում է հասկանալ, որ նման առողջական թեմաները ձեզ հետաքրքրում են եւ պատրաստել ավելի շատ օգտակար նյութեր։ Իսկ հիմա անցնենք սալորի իրական ազդեցությանը։ Սալորը առաջին հերթին հայտնի է իր դրական ազդեցությամբ մարսողական համակարգի վրա։ Դրա պատճառներից մեկը սննդային մանրաթելերի առկայությունն է։ Մանրաթելերը շատ կարևոր են աղիքների բնական աշխատանքի համար։ Դրանք օգնում են պահպանել աղիքների նորմալ շարժունակությունը եւ կարող են օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր հաճախ ունեն փորկապության խնդիր։ Հիմա անցնենք ամենահետաքրքիր հատվածին՝ սև եւ դեղին սալորի տարբերությունը։ Սև սալորի մուգ գույնը կապված է հատուկ բուսական պիգմենտների, անտոցիանների հետ։ Այս նյութերը ոչ միայն գեղեցիկ գույն են տալիս մրգին, այլև հայտնի են իրենց հակաօքսիդանտ հատկություններով։ Հակաօքսիդանտները կարևոր են, քանի որ օգնում են օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների ազդեցության դեմ։ Ազատ ռադիկալները բնական ձևով առաջանում են օրգանիզմում, բայց դրանց ավելցուկը կարող է բացասաբար ազդել բջիջների վրա։ Այդ պատճառով մուգ գույն ունեցող մրգերը հաճախ համարվում են արժեքավոր առողջ սննդակարգում։ Բայց դա չի նշանակում, որ դեղին սալորը պակաս օգտակար է։ Դեղին սալորը ունի իր առավելությունները։ Նրա գույնը կապված է այլ բուսական միացությունների, այդ թվում կարոտինոիդների հետ։ Այս նյութերը նույնպես կարևոր են օրգանիզմների բնական պաշտպանական գործընթացների համար։ Այսինքն, սև եւ դեղին սալորները պարզապես տարբեր գույնի մրգեր չեն։ Դրանք ունեն տարբեր բաղադրություն եւ կարող են տարբեր կերպ լրացնել մեր սննդակարգը։ Շատ կարևոր հարց, նաեւ սալորը բարձրացնում է արյան շաքարը։ Շատ մարդիկ խուսափում են քաղցր մրգերից, մտածելով, որ դրանք անմիջապես բարձրացնում են շաքարը, բայց ամբողջական մրգերը տարբերվում են քաղցրավենիքից կամ քաղցր ըմպելիքներից։ Սալորի մեջ բնական շաքարների հետ միասին կան ջուր եւ մանրաթելեր, որոնք օգնում են ավելի դանդաղ ներծծմանը։ Սակայն սա չի նշանակում, որ կարելի է անսահման քանակությամբ սալոր ուտել։ Հատկապես շաքարի հետ կապված խնդիր ունեցող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն չափաբաժնին։ Սալորը հաճախ հետաքրքրում է այն մարդկանց, ովքեր փորձում են հետևել իրենց քաշին։ Շատերը հարցնում են. սալորը նիհարեցնում է թե հակառակը, կարող է ավելացնել քաշը։ Իրականում ոչ մի միրգ ինքն իրեն չի նիհարեցնում։ Քաշի փոփոխությունը կախված է ամբողջ օրվա ընթացքում ստացած եւ ծախսած էներգիայի հավասարակշռությունից։ Բայց սալորը կարող է օգտակար լինել առողջ սննդակարգում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր եւ մանրաթելեր։ Մանրաթելերը կարող են օգնել ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը։ Այսինքն մարդը կարող է ավելի քիչ ցանկություն ունենալ անընդհատ ինչ-որ բան ուտելու։ Եթե օրինակ քաղցրավենիքի փոխարեն մարդը ընտրում է մի քանի հատ սալոր, դա կարող է լինել ավելի առողջ տարբերակ։ Բայց այստեղ նույնպես կարևոր է չափը։ Եթե մարդը չափից շատ սալոր է ուտում, մտածելով, որ այն առողջ է, ընդհանուր կալորիաների քանակը կարող է ավելանալ։ Հիմա խոսենք սալորի ազդեցության մասին սրտի եւ անոթների վրա։ Սալորը պարունակում է կալիում, կարևոր հանքանյութ, որը մասնակցում է օրգանիզմի բազմաթիվ գործընթացներին,
Կալիումը կարևոր է հեղուկների հավասարակշռության, մկանների աշխատանքի և սրտի բնական գործունեության համար։ Բացի այդ, սալորի մեջ գտնվող բուսական միացությունները կարող են աջակցել օրգանիզմի ընդհանուր պաշտպանական համակարգերին։ Հատկապես մուգ սալորների մեջ առկա պոլիֆենոլները ուսումնասիրվում են իրենց հակաօքսիդանտ հատկությունների պատճառով։ Սակայն պետք է հիշել, առողջ սիրտ ունենալու համար միայն սալոր ուտելը բավարար չէ։ Կարևոր է ամբողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սնունդը, քնի որակը և վնասական սովորություններից խուսափելը։ Հիմա ամենահաճախ տրվող հարցերից մեկը. օրական քանի հատ սալոր կարելի է ուտել։ Առողջ մարդու համար մի քանի հատ թարմ սալորը սովորաբար կարող է լինել նորմալ քանակ։ Շատերի համար 2-ից 4 միջին չափի սալորը կարող է լինել լավ տարբերակ, որպես օրվա սննդակարգի մի մաս, բայց կոնկրետ քանակը կախված է մարդու տարիքից, ակտիվությունից, սննդակարգից և առողջական վիճակից։ Եթե մարդը շատ այլ մրգեր է օգտագործում օրվա ընթացքում, պետք է հաշվի առնել նաև դրանց քանակը։ Եթե սալոր ուտելուց հետո առաջանում է փքվածություն կամ անհարմարություն, հնարավոր է պետք է նվազեցնել քանակը։ Շատերին հետաքրքրում է նաև սև սալորն է ավելի լավ, թե դեղինը։ Եկեք համեմատենք։ Սև սալորը կարող է ունենալ առավելություն իր մուգ գույնի շնորհիվ։ Այն հաճախ պարունակում է ավելի շատ անտոցիաններ, նյութեր, որոնք կապված են հակաօքսիդանտ հատկությունների հետ։ Դեղին սալորը նույնպես արժեքավոր է, այն պարունակում է այլ օգտակար միացություններ և շատերի համար ունի ավելի քաղցր և հաճելի համ։ Այսպիսով, չկա միանշանակ պատասխան, որ մեկը լիովին հաղթում է մյուսին։ Եթե ձեր նպատակը տարբեր օգտակար նյութեր ստանալն է, լավագույն տարբերակը սննդակարգում տարբեր մրգեր ներառելն է։ Օրգանիզմը չի աշխատում մեկ մթերքով, առողջությունը ձևավորվում է ամենօրյա փոքր ընտրություններից։ Մի կարևոր բան էլ պետք է հիշել. սալորը շատ օգտակար միրգ է, բայց այն չի փոխարինում բուժմանը։ Եթե մարդը ունի շաքարի, սրտի, մարսողական համակարգի կամ այլ առողջական խնդիրներ, կարևոր է հետևել բժշկի խորհուրդներին և չփորձել որևէ մթերքով ինքնուրույն բուժել հիվանդությունը։ Սնունդը մեր առողջության կարևոր մասն է, բայց այն աշխատում է ընդհանուր առողջ ապրելակերպի հետ միասին։ Եվ վերջում վերադառնանք գլխավոր հարցին. սև թե դեղին սալոր, որն է ավելի օգտակար։ Պատասխանը երկուսն է։ Սև սալորը կարող է առանձնանալ իր մուգ գույնով և հակաօքսիդանտներով, իսկ դեղին սալորը նույնպես ունի օգտակար հատկություններ և կարող է լինել առողջ սննդակարգի լավ ընտրություն։ Ամենակարևորը ոչ թե ընտրել միայն մեկ տեսակ, այլ օգտագործել բազմազան սնունդ։ Եթե հնարավորություն ունեք, փորձեք տարբեր սալորներ, տարբեր մրգեր և ստացեք տարբեր օգտակար նյութեր։ Եթե այս տեսանյութը ձեզ օգտակար էր, սեղմեք լայքը։ Մեկնաբանություններում գրեք, դուք որ սալորն եք ավելի շատ սիրում, սև թե դեղին։ Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը։ Եվ եթե ցանկանում եք ավելի շատ նման պարզ ու օգտակար առողջական տեսանյութեր, բաժանորդագրվեք մեր ալիքին և միացրեք զանգակի նշանը։ Մաղթում ենք ձեզ առողջություն, էներգիա և երկար ու ակտիվ կյանք։